Բարի առավոտ էլի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ այսօր ես միացել եմ Միացյալ Նահանգներից մեր սիրելի Մայիս Կարիբյան եղբորը, նա հոգևոր գործիչ է եւ գործարար, սիրում եմ զրույց ունենալ շատ հաճախ գործարարների հետ, իրենց այսպես մտածելակերպի տեսանկյունից դիտարկել նաեւ բիզնեսի մտածելակերպի տեսանկյունից դիտարկել նաեւ հոգևոր կյանքը եւ դա դրա մեջ բավականին այսպես դասեր կա որ քաղում ենք շատ անգամներ ունեցել ենք իր հետ եթեր շատ հրաշալի անցել եւ այսօր նորից միացել ենք մեր Մայիս եղբորը դա ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում այս եղբայր բարի օր բարի երեկո շնորհակալ ենք որ միացար մեզ Ողջույն Աբրահամ եղբայր ես էլ եմ շնորհակալ եմ հրավերի համար ամեն անգամ չեմ ծուլանա ասելուց իմ համար պատիվ է լինել քո հյուրը քեզ շատ հարգում սիրում եմ եւ բոլոր քո հետևողներին ողջունում եմ բոլորին որ միացել են մեզ կամ հետո կնայեն շնորհակալություն նորից քո հրավերի համար Աբրահամ եղբայր մենք էլ քեզ ենք հարգում սիրում հանձինս ես եւ շնորհակալ եմ նորից որ միացար ասեմ որ մեր Մայիս եղբայրը ունի իր հաղորդումները Facebook-յան էջի մեջ կարող եք հետևել Մայիս Կարիբյան կամ ոնց էր Fate ոնց էր կոչվում Մայիս Կարիբյան որ գրեն կամ եթե գրեք Մայիս Կարիբյան ես հիմա կոմենտի կգրեմ, հա, կբերի։ Այո, գրի, որ շատերը եթե ուզեն միանան, թող միանան։ Իդեպ ասեմ, որ այս վերջերը շատ հրաշալի հյուրերս ընդունում քեզ մոտ հրավիրում, շատ հրաշալի մի բան շատ ափսոսում եմ, որ երբեմն անգլերենով եք խոսում եւ հասկանալի չի լինում կխնդրեի քեզ որ չգիտեմ տիտրներով գոնե թարգմանություն լինի որ կարողանանք հասկանալ ձեր զրույցը բայց իրոք շատ հրաշալի է փառք իրոջը քո հաղորդումները շատ լավն են շնորհակալություն Անցնենք թեմային, որտեղ մեր ժամանակը երբեմն չի բավարարում, 1 ժամը, բայց փորձում ենք պահել, թեպետ չի ստացվում մեզ մոտ, շատ մի քանի օր առաջ մի ժամ ու կես տևեց, բայց թեման այնքան լավն էր, որ ուզեցի, որ թեկուզ որ երկար, բայց անպայման թեման իր ավարտին բերվի։ Մայիս ջան, այսօրվա նախաբանը կամ վերնագիրը, այսպես ասեմ, ավելի շուտ վերնագիրը ուրախություն առանց մտավախություն շատ հետաքրքիր արդեն ինքը իր մեջ հուշում է կարևոր այս ուրախության այս էլեմենտը, որի մեջ պետք չի որ լինի մտավախություն, այսինքն ինչ ուրախություն, եթե կա մտավախություն, ինչի մասին է լինելու խոսքը եղբայրը, սիրով քեզ լսում ենք։ Շատ բարի, նախ ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն ասել Աստծուն եւ բոլոր հետևողներին, շնորհակալություն ձեր ժամից եւ որպես խնդրանք կուզեմ որ յուրաքանչյուրը ոչ թե միանակ լսեք ձեր համար, տարածեք ձեր էջերում ինչպես Աստծո խոսքը ասում է բարի լուրը պետք է տարածենք եւ հիմա թող սկսեն տարածել, չէ՞։ Արդեն սկսեն տարածել, ովքեր միացան։ Այո, ընդհանրապես տևում է մի քանի վայրկյան քո էջում դիրետի երբեք չգիտես այս վիդեոից այսօրվա խոսակցությունից ով կլսի եւ ինչպես կազդի այդ մարդու վրա կամ իր կյանքում կամ միգուցե նա անցնում է որոշակի դժվարություններով եւ այսօրվա թեման միգուցե իր համար խոսք լինի որ իր կյանքում փոփոխություններ անի եկեք ծուլանանք տարածենք վիդեոն Աբրահամ եղբայր ինչի բավականին նյութ եմ պատրաստել այսօրվա համար եւ ինչպես նշեցիր լինելով բիզնեսմեն իմ բիզնեսի բնագավառում ես շփվում եմ շատ անհատների եւ ընտանիքների հետ Եվ այս վերջերս այս միտքը, երբ որ այն օրը զանգեցիր, ասեցիր, կուզեմ, որ այս եկող շաբաթվա մեջ հյուր լինես, առաջինը ուրախացա եւ երկրորդս իհարկե բնականաբար մտածեցի, թե ինչ թեմա խոսամ, եւ այս միտքը իմ մեջ ծագեց, որ
շփվելով թե աշխարհիկ մարդկանց հետ, թե հոգևորների, մի տեսակ երկու կողմն էլ նկատվում է այդ այսօրվա թեման, որ պիտի խոսամ, երկու կողմն էլ որոնում է ուրախություն, բայց միևնույն ժամանակ երկու կողմն էլ ունի մտավախություն։ Եվ իհարկե, երբ որ մեկը Աստծուն ճանաչում է որպես հոգևոր եւ հետևում է Աստծուն, գոնե մեր մոտ կամ այս կողմի վրա պիտի այդ ուրախությունը ավելի բարձր դիրքում լինի եւ այդ մտավախությունը ավելի ցածր դիրքում լինի, քանի որ Աստծո խոսքը շատ համարներ կա, որ քաջալերում է, թե ոչ թե միայն պիտի մտավախություն չունենանք, այլ որպես հոգևոր Աստծո հետևողներ ուրախ ապրենք մեր կյանքը։ Դրա համար կարծում եմ այսօր անկեղծ պիտի կիսվեմ եւ առաջինը ինչից որ խոսում եմ գրելու ընթացքում ես միշտ հավատում եմ, որ առաջինը մենք մեր համար պիտի լսենք, այսինքն ինչից որ խոսալու եմ ինձ էլ ավերաբերվում, ես երբեք ինձ չեմ համարում կատարյալ մեկը, այս նյութերը որ գրում էի կամ պատրաստում էի, նայում էի ինքս ինձ եւ ասում էի Ինչքան թույլ եմ այս հարցում ես։ Այսինքն մենք լսելու ենք, առաջինը լսենք մեր համար, որովհետև այս խոսքը շատերը երևի լսած կլեն, ասում է, որ երբ որ փոքր էի ուզում էի սաղ աշխարհը փոխեի, բայց երբ որ մեծացա հասկացա, որ մենակ իմ աշխարհը պիտի փոխեմ, ու մենակ իմ աշխարհը կարամ փոխեմ։ Անենց որ եկեք դրսի աշխարհի վրա շատ ժամանակ ու էներգիա չծախսենք, ավելի շատ մեր ներսը փոխենք ինքներս մեզ եւ հավատա, երբ որ մարդու ներսը փոխվում է, մանավանդ հոգեվոր խորհուրդներով եւ մտածելակերպով, ինչ Աստվածաշունչն է սովորացնում, երբ որ քո աշխարհը ներսից փոխվի, դրսի աշխարհը լրիվ ուրիշ ձև կտնաս։ Ինչ կարծիք ես։ Շատ կարևոր բան ես ասում, որտեվ ներսից է սկսում, ներսից պետքա ներսը կառուցվի, որ ազդեցիկ լինի դրսի համար։ Այո։ Շատ բարի։ Ումը փորձեմ քո ասած ժամուկեսի մեջ տեղավորվենք, չնայած ես մի ժամվա թեմա էի պատրաստել։ Հա, ներողություն, չէ, 1 ժամ թողնի։ Ինչ է վիճը։ Գիտես, քո այդ հարցազրույցը ես չեմ զգում ոնց է անցնում։ Շատ, ես էլ նմանապես, եթե ժամի չեմ Շատ լավ։ Աբրահամ եղբայր, հետո երբ որ դու հրավիրում ես ինձ, միշտ մտքիս մեջ այս միտքն էլ է անցնում, ասում է քավորս, որ մի բան ասում է, պիտի անեմ, վերջ։ Ներում բեկում չկա։ Դե նայ, դե։ Ով է պատրաստվում։ Այո, մերսի։ Շատ լավ։ Տեսեք, այսօր ուզում եմ խոսել այս թեմայի մասին, որը կարծում եմ, ինչպես նշեցի, յուրաքանչյուր քրիստոնյայի անհանգստացնում է։ Սկսած ինձանից, սկսած բոլոր լսողները կամ ովքեր կմիանան, յուրաքանչյուրս, եթե անկեղծ լինենք ինքներս մեր հետ, կնկատենք, որ որոշ չափի վախ ունենք մեր կյանքում, եւ մեր ուրախությունը ժամանակ չի արտացոլում եւ այս վերջերս այսպիսի միտք էր եկել կարա հոգեվոր կամ Աստծուն ճանաչող հետևող մարդը կներեք 1000 անգամ բառիս համար հոտած դեմք ունենա մի քիչ կոպիտ է հնչում բայց միտքս փորձենք հասկանանք եւ շատ դեմքերում մունատ Եվ շատ դեպքերում տենում ենք այդպիսի դեմքեր, թե մեր շրջապատում, թե ցավոք սրտում, հոգևոր ոլորտում տենում ենք այդպիսի բաներ եւ եկեք ոչ թե դատողական աչքերով նայենք situation-ին, ավելի շատ փորձենք հասկանանք իսկ ինչու է այդպիսի բան, թե մեր մեջ նկատվում, թե մենք նկատում ուրիշների մեջ եւ փորձենք ավելի մի քիչ խորանանք եւ բացահայտում անենք, թե ինչն է իրական ուրախությունը, որ Աստված սովորացնում է եւ ինչպես իրոք յուրաքանչյուր օր ապրենք ավելի քիչ կամ միգուցե երբեք մտավախություն չունենալով։ Այ օրինակ, այստեղ նշել եմ ինչպիսի մտավախություն կամ այսպես ասած մտահոգությունների մասին յուրաքանչյուրս մտածում։
Ինչու՞ չէ, հենց լինելով ֆինանսական ինդուստրիայի մեջ, հենց առաջի բանը նշել են, որ միգուցե սխալ հնչի, բայց փողի համար, ֆինանսների համար շատերիս մոտ այդ մտահոգությունը ամեն օր, եթե անկեղծ լինենք, մեր մտքի մեջ կա դա։ Եվ ինչն է դրա լուծումը, կամ դրսի աշխարհի հետ կապված, կամ տնտեսության հետ կապված, մեր առողջության հետ կապված, եթե ընտանիք ունենք, միգուցե մեր երեխաների, մեր ծնողների հետ կապված մտահոգություններ ունենք, ապագայի համար, չէ՞, Աստծո խոսքը շատ լավ համար ունի, հոգ մի արա վաղվա օրվա մասին, բայց եթե յուրաքանչյուրս անկեղծ քննենք ինքներս մեզ, շատ օրեր կա, որ մենք այսօրը չենք կարողանում վայելենք, ինչի որտեղ միշտ մտածում ենք, ինչ կլինի վաղը, ինչ կլինի այս հարցը։ Եվ կարծում եմ լսողները ինձ հետ համաձայն կլինեն, որ սա բնական մտքեր են, որ յուրաքանչյուրիս մեջ ամեն օր անցնում է։ Եվ արդյոք կա դրան լուծում։ Հարաբերությունների մտահոգություն էլ կա։ Հարաբերությունների, այո։ Այդ բանի համար թե մարդիկ ինչ են մտածում, օրինակ մեր մասին, չէ՞, դա էլ է մտահոգություն։ Շատ անգամ մենք օրինակի համար հասարակ օրինակ միտեղ գնացել ենք հաց ուտելու միգուցե ընտանիքով եւ պահի տակ ասում ես մի հատ աղոթեմ, բայց միտք է գալի, բայց ինչ կմտածեն կողքից նայելուց, չէ՞։ Էդ էլ է մտահոգություն։ Եվ պիտի կարողանանք էդ էլ հաղթահարենք, որ չմտածենք, թե դիմացինը ինչ է մտածում։ Ամենա լավ մտածելակերպը, որ ես փորձում եմ այդ ուղղությամբ ինձ միշտ լավացնեմ, ամենալավ հարցը դու պիտի տաս Աստված ինչ կմտածի իմ արածի համար։ Եթե Աստված ասի բրավո, լավ այսի, ապրես, աղոթեցիր կերակուր ուտելուց առաջ օրինակ, թեկուզ ուրիշները տեսան, ես շատ գոհ եմ քեզանից, էլ կապ չունի ով է դժգոհ կամ ով ինչ կարծիք է ունենալու։ Մինչև շարունակես մի հատ բան հիշեցի, այս վերջերս վիդեոյի նայեմ, մի միլիարդատերի հարց են տալի, ասում են դու $1 միլիարդ ավել պարտք ես բանկին, մտահոգ չես դրա համար։ Ասում եմ երբեք ես մտահոգ չեմ, ասում են ինչի։ Ասում եմ որովհետև երբ որ ես $1 միլիոն ունեի, այն ժամանակ պարտք $1 միլիոն պարտք ունեի, ասում եմ այդ ժամանակ ես էի մտահոգ, բայց որ ասում եմ հիմա $1 միլիարդ պարտք ունեմ, բանկն է մտահոգ։ Են ես մտահոգ չեմ։ Աստծո խոսքը որ համարի մեջ էր, մի անգամից հիշեցի, ասում է իրար պարտք լինենք սիրո մեջ, չէ՞։ Այո։ Տենց համար կա։ Այո, շատ լավ համարը դա, շատ լավ խոսք է։ Այո։ Հիմա շարունակեմ, Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ մեր ուրախությունը իրոք չպետք է կախված լինի հանգամանքներից, մեր ուրախությունը իրոք պիտի կախված լինի կամ գա Աստծուն հետևելուց Քրիստոսից։ Եթե մեր երջանկությունը կախվրանից, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մենք միշտ անհանգիստ կլինենք։ Ինչպես քիչ առաջ նշեցի, իրոք պետք է յուրաքանչյուրս կարողանանք սովորենք, որ ինչ անում ենք օրվա մեջ, եթե մենք մեզի հարց տանք, Աստված եթե այստեղ լիներ եւ նայեր այս situation-ին մեր հետ ուրախ լիներ, իրոք պիտի մեր մեջ այդ սովորությունը կամ այդ ամաչելը կամ այդ վախը, ինչ որ ուզում ենք անվանենք, պետքա մեզ չխանգարի, թե ինչ են մտածում ուրիշները։ Եվ այստեղ Մատթեոս 6:34-ից մի համար եմ ուզում կարդալ, ուրեմն մի մտահոգվեք վաղվա օրվա համար, որովհետև վաղվա օրը ինքն իր մասին կհոգա։ Եվ սա մեզ իրոք հայտնի համար է, եթե Աստվածաշունչը կարդում ենք, շատ անգամներ լսել ենք, բայց գիտես, երևի դու էլ Աբրահամ եղբայրի հետ համաձայն կլինես, համարներ կա տարեց տարի, որ կարդում ես, միգուցե քեզ թվում է կրկնողություն է, բայց որ խորը ուսումնասիրում ես, մեկ էլ տենում ես, իսկականից այս պահը միջի հիմա չէի հասկացել։ Այո։ Ու այս համարի մեջ այնքան եթե իրոք խորը ուսումնասիրենք, ինչքան մեր մեջ խաղաղություն կգա, որ իրոք մենք կարողանանք սովորել այսօրվով ապրենք, որտեղ որ կանք, էդի վայելենք, ինչ որ ունենք, այդ շնորհակալ սիրտը մեր մեջ գա,
եւ վայելենք այսօր, որովհետեւ երբ որ այտենց ես մտածում, համ այսօր ես կարողանում վայելել ուրախ սրտով, քիչ մտահոգություններով եւ վաղվա մասին, որ շատ չես մտածում, ավելի ներկա ես ապրում, ես կարծում եմ կյանքը ավելի գեղեցկանում է։ Մայր ջան, այ որպես բիզնեսմեն եմ հարցնում, որպես այսինքն գործունյա մեկը, գործարար, դու մեծ հաշիվների մեջ ես մտած եւ օրինակ քո կյանքիդ մեջ ինչպես ես դա պատկերացնում վաղվա համար հոգ չանելու, որովհետեւ գործը այնպես է աշխատանքդ, որ շատ մարդկանց հետ ես աշխատում, տարբեր հարցեր, տարբեր խնդիրներ եւ կարողանաս պահես այդ բալանսը։ Այո։ Քո կյանքում ոնց է դա աշխատում։ Այո, ասեմ։ Նախ եթե հարցը ավելի այսպես մի քիչ սկզբից կամ եւ ֆինանս բիզնեսի մեջ եւ նրանք ովքեր օրինակ եղել են բիզնես աշխարհում, ունեցել են թե հաջողություն, թե ձախողում, ինձ երևի ավելի լավ կհասկանան։ Երբ որ նոր էի, նախ առաջինը երիտասարդ էի, այդքան էքսպերիենս չունեի մեկ, եւ երկրորդը, երբ որ բիզնեսի մեջ հաջողություն էի ունենում կամ օրինակ ամիս կամ այս տարի շատ հաջող էր լինում, շատ emotional որոշումներ էի անում իմ ֆինանսների մեջ։ Եվ երբ որ դու բիզնեսի մեջ մի տարի հաջողվում ես կամ մի ամիս լավ ամիս ես, այսինքն զգացմունքային ոլորտի զգացմունքային որոշումներ էի անում եւ եթե նկատենք մենք յուրաքանչյուրս մեր կյանքում այդպիսի դրվագներով անցնում ենք, ինչու որովհետեւ եթե օրինակ ես ինչ եմ հիմա իմ հաճախորդներին սովորացնում, որտեվ ես այդ սխալը արել եմ ինքս ին վրա եւ ես էլ եմ ընկել այդ փորձության մեջ, ամեն տարի կամ ամեն ամիս, եթե օրինակի համար դու քո կյանքի մեջ ֆինանսական որոշ վերելք ես ապրում եւ ուզում ես ֆինանսական որոշում անես, օրինակի համար ավելի լավ կյանք ապրես, թե travel անես, թե օրինակ որտեղ ես բնակվում, դրա մեջ ճամփորդություն անես, թե որտեղ ես բնակվում, բնակվելու վայրը փոխես, թե մեքենա քշելը փոխես կամ ինչպիսի տեղեր ես գնում որպես ռեստորան, ինչպիսի սերվիսներից ես օգտվում, ես միշտ ասում եմ, եթե այդ փոփոխությունը անելու ես քո կյանքի մեջ, էմոցիոնալ որոշում մի արա եւ արա քո ամենավատագույն ամսեկան այս տարվա, օրինակ 2025 թիվը վերցնենք, որտեղ 26 թիվը դեռ չի ավարտվել, 2025 թվի մեջ նայի ամենացածր ամիսը, որ ամիսն է եղել եկամուտի տեսանկյունից, ըստ դրա հաշվարկարա։ Որտեղ շատ մարդիկ նայում են, այս ամիս օրինակ X գումար եմ սարքել, բարձր է համեմատած մյուս ամիսների, իրանք սկսում են այդ թվաբանությամբ ծախսեր անել։ Եվ բիզնես աշխարհում եւ ֆինանսական աշխարհում միշտ չի որ դու բարձր եկամուտ ես սարքել, դա այդպես է լինելու։ Կարող է մի ամիս բարձր լինի, 3 ամիս եւ դու հետո էլի հետ գաս առաջվան կամ միգուցե ավելի ներքև, որտեղ էկոնոմիկան փոխվում է։ Եվ եթե դու քո հաշվարկները արել ես ամենալավ ամսեկանի վրա, դու արդեն այդտեղ ունենում ես խնդիրներ եւ ընկնում ես այդ ստրեսի մեջ։ So իմ խորհուրդը այնա, այո։ Հիմա ստեղ կանգնենք, որովհետեւ շատ կարեւոր տեղ եկանք։ Նայ, մենք ասում ենք վաղվա համար հոգ մի արա, մենք ասում ենք այսօր ինչ ունես, դրանով բավարարվի։ Արդյոք կարծում ես, ինչ եմ սա ասում։ Սա շատ կարեւոր հարց է։ Տես մենք երբեմն օրինակ ծախսեր ենք անում անիմաստ ու մեր մեջ ներշնչում ենք մեզ ինքներս մեզ, որ դե վաղվա Տերը Աստված է։ Այսինքն, գիտես, կարող են կապել ուրախությունը իմաստության հետ։ Այսինքն, եթե ես անիմաստ բան արեցի, անիմաստ մի ծախս արեցի, որը կարելի էր դա չանել։ Հաշվարկելով մեր, ասենք, բյուջեի, սենց ասած, դրամապանակը ու մեր ծախսերը իմաստությամբ։ Այսինքն, շատ կարող ենք ինչ-որ բաներ թույլ տալ մեզ, հասկանալով այդ տարբերությունը ամսական գումարների շահույթի։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, մենք կարող ենք ուրախությունը նաև կապել սրա հետ, իմաստության հետ։ Չի կարող լինի անիմաստ քայլ եւ ուրախություն։
Կամ Տես Աբրահամ խաղաղություն։ եղբայր, որ համարն ասում է, եթե տուն ես շինում, չէ, նախորդ Այո, հաշվարկ կարա։ շատ հաշվար կարա։ Կարող ես հասցնել, թե ոչ վերջնակետին։ Դա էլ է իմաստություն։ Այո։ Անենց որ քո հարցին պատասխանելը շարունակեմ, ես փորձում եմ իմ կյանքում ինչ հաշվարկել որ անեմ, շատ հաշվարկ եմ անում, էմոցիոնալ որոշումներ չեմ անում իմ հաշվարկի մեջ, շատ չեմ ոգևորվում, եթե այս ամիս կամ այս տարի լավ է եղել, եւ ինչ հաշվարկ որ անում եմ, այս բառը կա, մի անգամից հիշեցի, միգուցե մաքուր հայերեն չի, զապազով, հա, ճիշտ եմ ասում։ Հա, բան Զապազով եմ հաշվարկ անում։ հայերենով ոնց է, այդպես մոռացա։ Եվ գիտես ինչ կարևոր է, երբ որ ես նոր ես բիզնեսի մեջ, մի հատ բիզնեսմեն կար, որ նույն օֆիսում էինք աշխատում, իր օֆիսը երկու օֆիս են կողմեր իմ օֆիսից։ Ինքը իհարկե տարիքով ինձանից շատ մեծ էր, ասեց մի բան ասեց, այդ ժամանակ չէի հասկանում, դա տարիներ հետո եմ հասկացել։ Ասեց մայիս կարաս քո կյանքը այնց ֆինանսապես դասավորես, որ միշտ 3-ից 5 տարի հետ ապրես։ Եվ ես սկզբից չհասկացա ինքը ինչ նկատի ուներ։ Եվ հետո եմ հասկացել ու իրան հանդիպել եմ, հարցրել եմ, ասել եմ ինչ նկատի ուներ ու ինքը ինձ բացատրեց։ Ասեց մայիս նայի քո կյանքը 3 տարի առաջ, 5 տարի առաջ։ Եթե օրինակ սարքում էիր այսքան գումար եւ հիմա դրա օրինակ կրկնակին ես օրինակ սարքում, դու կարաս քո ֆինանսները այնքան ճիշտ ղեկավարես քո էմոցիաները, որ 5 տարվա առաջվա ծախսերով դեռ ապրես, շատ չբարձրացնես քո ծախսերը։ Եվ դա ինձ իմաստություն եկա, որ շատ կարևոր է այդ հարցերը ճիշտ անես։ Եվ միգուցե մի օր ավելի կոնկրետ այս թեման ցույց կտամ, կկիսվեմ ֆորմուլաներ, չեմ ուզում այսօրվա թեմայից շեղվեմ, ուղղակի փորձեցի քո հարցին պատասխանել։ Բայց չէ մենք շեղված չենք եւ թեմայի մեջ ենք, որտեղ շատ կարևոր, ես սիրում եմ որ պրակտիկ կյանքի մեջ դա փորձենք հասկանալ։ Տես օրինակ հիմա ինչ որ ասեցիր, շատերը կասեն, բայց դա էլ է մտավախություն։ Դու վախենում ես վաղվա համար եւ փորձում ես խնայելով վաղվա օրը ապահովել, սենց ասած։ Այ ինչ տարբերություն կա մտավախության եւ իմաստությամբ գումարը ծախսելու մեջ։ Սա նայ ֆինանսը եթե ընդհանուր մանրանանք ինչ է իրանից ներկայացնում։ Եթե ամենաներքևը գանք մանրանանք, ֆինանսը իրանից ներկայացնում է հաշվարկ, ուրիշ ոչ մի բան։ Դու պիտի լավ հաշվարկ անես։ Լավ։ Այսինքն դա մտավախություն չի, դա իմաստություն է։ Հաշվարկն է, իմաստություն է։ Եթե դու ունես այսպիսի ծախսեր եւ այսպիսի եկամուտ, դու պիտի հաշվարկ տաս։ Որն է իմ ծախսերի մեջ, նախ առաջինը սկսեմ նրանից, որ մարդկանց ծախսերը համեմատած իրենց եկամուտի, խնդիրը շատ անգամ եկամուտի քչությունը կամ չափսը չի։ Դա չի խնդիրը։ Մարդիկ միշտ ասում են, քիչ եկամուտ ենք սարքում։ Դա չի խնդիրը։ Խնդիրը շատ անգամ մեծամասնությունը գալիս է սխալ հաշվարկից եւ կարեւորությունից։ Այսինքն, օրինակ Ամերիկայի օրինակով տամ, Հայաստանին կդժվարանամ, որտեղ կյանքերը մի քիչ տարբեր է։ Օրինակ ընտանիքի տուն եմ գնում եւ ասում եմ, օրինակ ամիսը $500, $300 խնայեք տոկոսով այսպիսի հաշվարկի մեջ, որ դուք օրինակ 60 տարեկանում այսքան գումար հավաքվի։ Եվ միանգամից առաջի պատասխանը ասում են, մայիս գումար չկա։ Եվ ես հաշվարկ եմ անում, արի դնենք քո եկամուտը եւ քո ծախսերը։ Եթե ընտանիքը օրինակ սարքում է $10,000 ամուսիններ եւ իրանք մենակ $4,000 տալիս են ավտոմեքենայի ամսական վճար, դա լոգիկան կորում է իմ մոտ։ Այսինքն դու ոնց կարաս քո եկամուտի 40% ծախսես մենակ քո ավտոմեքենաների վրա։ Այստեղ խնդիրը չի, որ դու փող չունես ապագայի համար հավաքես։ Խնդիրը այն է, որ դու ճիշտ հաշվարկ չես արել։ Դու կարայր 3 ավտոյին $1,000 տայր կամ 1,500, այն տարբերությունը խնայիր քո երեխաների համար, ապագայի համար։ Հա, բայց հարևանս Մայիս ջան, հարևանս բանը նոր ավտոյա գնել, բամոտ չի, որ ես իրանից հետ մնամ։ Դրա պատասխանը ասեմ, Աբրահամ եղա։ Եթե այտենց է մտածում, թողնա այդ հարևանին ասի նայ 60 տարեկանում դու ինձ այսքան գումար կտաս, եթե ինքը գարանտի անի, արխային ծախսի 30 տարի հետո ես քո թոշակի հարցը ես եմ
լուծելու, ումը լսի իրան, եթե չէ մի լսի իրան։ Դա քրքի խորհուրդ էր։ Լրիվ լավ։ Նոր խոստանում եմ, որ հատուկ ֆինանսական թեմա կկառուցեմ եւ կարծում եմ կապ չունի մեզ որտեղից են լսում, երկրագնդի որ մասից, եթե իր կոնցեպտը կամ պրինցիպները, օրենքները օգտագործենք, հավատա մեր ֆինանսների մեջ փոփոխություն։ Արի զրույցի որտեղ հարցեր են ցակում։ Տես օրինակ կա կարիք, օրինակ կարիք, սրա կարիքը կա, դա արդարացված է։ Կա ցանկություն։ Սրանք տարբեր բաներ են։ Այսինքն իմ կարիքս բավարարված է, բայց ես ցանկություն ունեմ, որ ավելին սա արդեն ինչ որ զգացմունքային, քո ասում ես, հա, զգացմունքային ինչ որ բան է, էգոիստական երևույթ կա, այսինքն կարիքը կարող է բավարարվել եւ Աստված անում է այդ գործը, օրհնում է, բայց եթե ցանկությունը հղիանալով մեղք է գործում, այսինքն մենք նկատում ենք, որ նա անկում ունի իր մեջ, ինչ կասես սրա մասին։ Այդպես, օրինակ իմ հեռախոսը iPhone 15 է։ Հիմա iPhone 18-ն է դուրս գալու։ Բայց խի 15 լավ չի որ 15-ը։ Դե հետ եմ ուզում բացատրեմ։ Ես կարամ հիմա հանգիստ գնամ փոխեմ Park Աստծու ֆինանսես կների փոխեմ։ Բայց քանի որ իմ հեռախոսը նորմալ դեռ աշխատում է, դեռ կարիք չի։ Այսինքն եթե դու քո ֆինանսները ծախսես կարիքի համար, ոչ թե ինչ ցանկանում ես, դա եւս խելացի հաշվարկ է դառնում եւ դու ավելի շատ ֆինանսես կուտակում քո ապագայի եւ ավելի հիմք ես կազմում ֆինանսապես։ Միշտ գնիր մի բան, որի կարիք ունես, ոչ թե ուզում ես։ Նորից ասեմ, մարդկանց մեծ մասը, եթե ինքներս դատենք ինքներս մեզ եւ անկեղծ լինենք, մեր ծախսած գումարների մեծ մասը շատ անգամ ուզելու հետևանք է, ոչ թե կարիքի։ Ցանկության, այո։ Շատ լավ, Աբրահամ եղբայր, այստեղ մի բան էի նշել, որ անպայման ուզում եմ կարդամ, տես ասում է ուրեմն մի մտահոգ աղվա օրով արդեն կարդացի, սա իհարկե Հիսուսը պատվիրեց եւ այստեղ նշել են, որ անհանգստությունը չի փոխում վաղվա օրը, այն միայն գողանում է այսօրվա խաղաղությունը։ Միանշանակ։ Շատ կարևոր է որ դա հասկանանք։ Այսինքն ոչ մի օգուտ չունի անհանգստությունը, մտավախությունը։ Առավել եւս դա գողանում է քո խաղաղությունը, ուրախությունը, այո։ Այո։ Դրա համար այստեղ հարց եմ գրել։ Յուրաքանչյուրս մեզ մի հատ հարց տանք։ Քանի բանի համար եմ անհանգիստ, որոնք երբեք չկատարվեցին։ Եվ իրոք ես հավատում եմ եւ ես ինքս բռնացրել եմ շատ անգամ, երբ որ դժվարություն է ունենում իմ կյանքում անձնականի մեջ, տարբեր թեմաների մեջ յուրաքանչյուրս մարդ ենք, էմոցիաներ ունենք եւ հարցեր կա, որոնց մեջ խնդիրներ են առաջանում, շատ անգամ մենք այնենց բաների մասին ենք անհանգստանում։ Եվ եթե հետ նայենք օրինակ վերջի 1 տարին, վերջի 2 տարին, ինչքան բաներ կա մենք մտովի անհանգստացել ենք եւ այդ դրանցից ոչ մեկն էլ չի կատարվել։ Այսինքն մենք կարելի է կոպիտ է հնչում, անիմաստ տեղը էներգիա ենք ծախսել այդ անհանգստության վրա, որ կարելի էր մենք Աստծո խոսքով ողջևորված ասենք վաղվա օրվա մասին մի մտածի, ավելի վստահ ենք, որ Աստված մեզ վաղվա օրն է կհոգա եւ այդ էներգիան ու այդ ժամանակը դնենք այսօրվա կարևոր հարցի վրա, ոչ թե այն բաների վրա, որ անիմաստ մտահոգություն է տալի։ Հռոմեացիների 8:28-ում գրված է. գիտենք, որ Աստված ամեն բան գործում է բարի նրանց համար, ովքեր սիրում են նրան։ Այսինքն, գիտես ինչ, երբ որ մեր ֆոկուսը օրվա ընթացքում լինի, իրոք Աստծո խոսքը, Աստծուն սիրենք, Աստծո խոսքը սիրենք, մնացած մեր կյանքի հարցերը թեկուզ մեզ միգուցե թվա այս դժվարությունը իրոք քեզի ստրես է տալի կամ այս հարցը միշտ քեզ խանգարում է, շատ անգամ ես իմ կյանքում հասկացել եմ, որ այն դժվարությունները կամ այն սիթուեյշնների մեջով որ անցել եմ եւ հետ եմ նայել, իրոք Աստծուն շնորհակալ եմ եղել, որ ինքը իրոք այդ մեջով ինձ անցկացրել է, որտեվ գիտեք, մեր կյանքի ամենալավ դասերը
մեր ուրախ եւ հեշտ օրերի մեջ չենք սովորում։ Կյանքի ամենալավ դասերը սովորում ենք դժվարության, նեղության եւ փորձության ժամանակ։ Այո։ Վախը Աստծուց չէ, երկրորդ Տիմոթեոս 1:7 գրում է ասես չի տվել վախկոտության հոգի, այլ զորության, սիրո եւ ուրախության հոգի, զգաստության։ So, այնպես որ գիտես Աստվածաշնչում եթե իրոք գրենք վախ կամ մտահոգություն բառը այնքան քաջալերական համարներ կա, եթե ամեն օր դրանցից մեկն էլ կարդանք, ես հավատում եմ, որ մեր մտքի մեջ ավելի խաղաղություն կգա եւ մեր անհանգստության աստիճանը ավելի կիշնի։ Եսեմիայի 41:10-ում դրած է մի վախեցիր, որովհետեւ Երեմիա կներես, մի վախեցիր, որովհետեւ ես քեզ հետ եմ։ Տես, պիտի նկատենք, որ Աստված չի ասում ես կվերացնեմ քո բոլոր խնդիրները։ Նա ուղղակի նշում է մի վախեցիր, ես քո հետ եմ։ Շատ անգամ մենք պիտի մի քիչ ոնց են ասում realistic հայերեն չեմ հիշում ոնց են ասում real պետք է նայենք կյանքին որ real պետք է նայենք որ Աստված երբեք չի խոստացել ոչ մեկին որ դու շատ sense հանգիստ ու sense սահուն կյանք ես ունենալու բայց նա խոստացել է ինչի մեջով էլ որ անցնես ինքը քո հետ է եւ ես միշտ համոզվել եմ կյանքում ընդունել այն ֆակտը, եթե դժվարության մեջով ես անցնում, դա էլի քո համար լավ բան է։ Որտեվ շատ անգամ մեր փորձությունները, դժվարությունները շատ անգամ մեր խելքից է գալի, կամ մեր որոշումներից է գալի եւ Աստված ուրիշ ճար չունի, բացի այն որ մի հատ sense պիտի մի հատ քեզ ապտակի, որ մի հատ ուշքի գաս։ Խրատի, նաեւ իմաստով։ Պիտի դուրսի երևույթին չմեղադրենք։ Ամենալավ բանը, որ ես իմ կյանքում սովորել եմ, ինչքան շուտ դու քեզ նայես հայլու մեջ եւ հասկանաս ինչ խնդիրներ որ ունես, քոնն է, որը շատ դժվար է, անկեղծ անում եմ, շատ անգամ մենք մեր աշկին միշտ արդար ենք, չես զգում։ Մենք միշտ կարծում ենք արդարությունը մեր կողմից է գալի, անարդարությունը դիմացինից է գալի։ Բայց եթե ավելի խորը ուսումնասիրենք եւ հասկանանք, գիտես, ինչ էլ որ լինում է, առաջինը մենք մեր վրա աշխատենք, ես համոզված եմ, որ քո մեջ խաղաղություն կգա եւ շատ անհանգստություններ կկորի։ Աբրահամ եղբայր, դու ինչ կարծիք ես։ Գիտես, շատ կարևոր թեմա է այս եղբայր եւ իրականության մեջ ես շատ եմ սիրում դա պրակտիկ մեր իրականության մեջ բերենք օրինակ ուրախության մասին Հիսուսը մի հրաշալի խոսք ունի Ղուկաս 10:20-ում ասում է աշակերտները 70 եկան ասին Տեր մեզ դևերը հնազանդվեցին ուրախ էին շատ գերբնական բան երևույթները իրանց համար շատ զարմանալի էր եւ Տերը իշխանություն էր տվել նրանց Եվ հանկարծ Հիսուսը մի հետաքրքիր բան ասում մի ուրախացեք նրա համար, որ դևերը ձեզ հնազանդվեցին, այլ նրա համար, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Շատ հետաքրքիր ուղղորդում անում Տերը։ Այսինքն մեր ուրախությունը ինչի հետ է կապված։ Օրինակ շատ խորը կարելի է Երբեմն նեղույթ դժվարություններ, փորձություններ, որ գալիս է մեր առաջ, կարծում ես, որ դա այն տեսակներն են, որ մենք բոլորս, ես էլ դու էլ եւ ընդհանրապես մարդը միշտ իր ուրախությունը կապում է նյութական երևացող բաների հետ, նա ինչ որ քայլեր անում, որ հասնի դրան, ունենա դա եւ հանկարծ այթակումներ ա լինում, սխալմունքներ ա լինում, ինչի, որովհետեւ մենք չգիտենք վաղվա օրը ինչ պիտի ծնի, ինչպես դու ասեցիր, բայց երբ որ մեր ուրախությունը այդպես հետաքրքիր է սա եւ սա էլ կուզեմ ասեմ, մեր ուրախությունները փոփոխական են աշխարհիկ իմաստով, այսօր
ստացվել է ինձ մոտ, ինչպես աշակերտների մոտ, ստացվեց, իրոք ստացվեց, եւ նրանք ուրախացան, հաջողվեց նրանց։ Մի օր հաջողվում ենք, ուրախանում ենք, մի օր չենք հաջողվում, տխրում ենք։ Նկատում ես ինչքան փոփոխական է տրամադրության իր վիճակների հետ կապված ուրախությունը։ Դրա հետ մեկտեղ նաեւ կորցնում ենք մեր այսպես ավելի ակտիվանում է մեր վախերը, երբ որ տխրում ենք, չկա ուրախություն, կա վախ, կա ուրախություն, չկա վախ, նաև այդ իմաստով, ինչպես դու ասացիր, ուզում եմ ինչ եմ նկատում այստեղ, Տերը կարծես մեզ ամեն դեպքում միշտ փորձում է մեր հայացք ուղղել դեպի երկինք, դեպի հավիտենություն, դեպի հոգևոր արժեքներ, որովհետև մենք գիտենք, որ Պողոս Առաքյալը այսպես խոսք ասում է երկնքի արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ խաղաղություն, ուրախություն եւ արդարություն է։ Նկատում ես այդ դա համակարգ է, դա արժե համակարգ է, որ ձևավորվում է քրիստոնյայի մեջ, նրա վերստին ծնունդի արդյունքում ինքը իր մեջ ձևավորվում է այդ ուրախությունը, որը շատ կարևոր բան եմ ասելու, որը փոփոխական չի։ Այսինքն երկնային ուրախությունը կապ չունի երկրային իրավիճակների հետ։ Նա միշտ հաստատուն է մեր մեջ եւ դա է եւ գալով այս խոսքին վերջաբանից սա եմ ուզում ասեմ, որ սա իր ցուցիչ չեմ այս եղբայր։ Այսինքն որքան է քո ուրախությունը հաստատուն եւ կապված երկնքի արքայության հետ։ Սա ցուցիչ է։ Դու ունես դրան քո մեջ թե չունես վերջապես։ Այդ ասելու հետ կապված, օրինակ ես ինքս եմ ինձ նկատել, եթե օրինակ օրվա ընթացքում մեր տրամադրությունը կամ զգացմունքները այսպես տատանվող է։ Էդի քո կարծիքով Աբրահամ եղբայր, էդի հոգևորին սազող բան է, այսինքն միտքս ինչ է, ինչու է մեր մեջ կամ մարդկանց մեջ շատ իրանք քո ասացի պես մի օր շատ ուրախ են ոգևորված, մեկ էլ մի երկու ժամ հետո սենց ջղայն կամ փոխված դա ցույց է տալի մեր հոգևոր վիճակը։ Դա ցուցանիշ է։ Միանշանակ, դա չափորոշիչ է նաև։ Գիտես, հարցս ուզում եմ այսպես տամ, ինչի հետ է կապված քո ուրախությունը։ Դու դա ես։ Ինչով ես դու ուրախանում։ Այսինքն հիմա ես քեզ հարց տամ, այս եղբայր, դու հաջողվել ես եւ քո որպես գործարար դու հաջողություն ես գրանցում, լավ աշխատավարձ ես ստանում, դու դրանից շատ ավելի ուրախ ես, թե կամ վաղը կարող է ինչ-որ մի փոքրիկ անհաջողություն լինի, կկորցնես ուրախությունը, թե ոչ։ Սրանք հարցեր են։ Այսինքն ինչի հետ է կապված քո ուրախությունը։ Դու դա ես։ Դու հոգևոր ես այն ժամանակ, երբ որ թե նեղություններ, թե դժվարություններ, թե հաջողություն անգամ, գիտես, մենք փորձություն ասելով ճիշտ են վերաբերվում, դու ուրախ ես, եթե ճիշտ չեն, դու տխրում ես։ Գիտես, փորձություն ասելով նաև մենք միշտ մեր մեջ կա, այսպես ասոցացվում է վատ բաներ, օրինակ։ Փորձություն, այսինքն վատ բան։ Բայց կարծում ես արդյոք, որ փորձությունը նաև շատ գումար ունենալը, հաջողված լինելը ինչ-որ բաների մեջ։ Իհարկե։ Դա էլ է փորձություն։ Եվ ես համոզված եմ, Աստված ժամանակը շատ արդար է աշխատում։ Ես համոզված եմ, Աստված մեզ որոշ հարցերում դեռ չի օրհնում, որովհետև Աստված քննում է սրտերը եւ նա գիտի մեր կարողության չափը։ Եթե մենք դեռ պատրաստ չենք այս հարցի մեջ Աստծո այս օրհնության մեծ բաժինը կարանանք ընդունենք, նա կարծում եմ, որ Աստված մեր հետ դեռ աշխատում է ուժեղանանք։ Այսինքն, եթե ես գնամ մարզասրահ եւ ես 50 կիլոգրամը չեմ կարող բարձրացնեմ եւ ես մի անգամից ասեմ, չէ, անելու եմ, ես ինձ կվնասեմ։ Ես կարծում եմ Աստված միգուցե այդպես է աշխատում, որ նայում է քո այս հարցի շուրջ դու ինչքան կարողություն ունես եւ եթե ինքը այդ հարցի մեջ քեզ 5 անգամ ավել օրհնի
եւ դու դեռ պատրաստ չես, դա քեզ վնասելու է։ Դրա համար մենք ինչ ենք ես քեզ հասկանում եմ ինչ ես ասում, բայց մի հատ միտք եմ ուզում նաև արտահայտել։ Ինչ ենք մենք պատկերացնում, որ Աստված մեզ եթե օրհնում, ամեն լավ բաներով պիտի օրհնի։ Այդ չէի մտածել միտքը։ Գուցե մեր ցանկությունը, որ չի կատարում, գուցե դա է հենց օրհնությունը։ Հասկացա միտքդ։ Սա շատ կարևոր է։ Երբեմն նա կբարկանա, երբեմն նա մեզ կխրատի եւ դա էլ պետք է մենք ընդունենք որպես օրհնություն Աստծուց։ Հասկանանք, որ մեր հայրը մեզ խրատում է, հոր խրատը ընդունենք ուրախությամբ։ Որտեւ նա մեր բարի համար է անում ինչ որ անում է։ Այո։ Տեսանկյունով շատ չէի մտածել։ Նո, շատ սիրեցի, ես օրինակ այդ նշեմ, որ այդ ուղղությամբ պիտի աշխատեմ։ Հետաքրքիր էր, ճիշտ ես ասում։ Վաու, ինչքան բան կա սովորելու։ Շատ անգամ ինձ թվում է շատ բան գիտեմ, բայց հասկանում եմ, ինչքան մեծանում եմ, հասկանում եմ, ինչքան շատ բան չգիտեմ։ Ինչքան քիչ գիտեմ։ Ես եմ այս ջան։ Պողոս Արաքելյանը շատից քիչը գիտենք։ Այո։ Շատ այստեղ մի հատ համար եմ գրել Սաղմոս 56:3, երբ վախենամ, քեզ վրա կհուսամ։ Գիտես շատ անգամ ինչպես Հայաստանում, թե այստեղ էլ էս վերջերս էս ընտրությունների բանի հետ միտքս չի պոլիտիկա խոսալ, բայց ուղղակի օրինակի համար եմ ասում։ Շատ անգամ նորություններ եւ լուրերին շատ հետևելը դա նաեւ մեր մեջ լիքը վախեր է բերում։ Դրա համար պիտի գիտես հասկանանք մի բան, ես սրա մեջ համոզվել եմ։ Աստված քեզ ինչի մեջ է կանչել։ Եթե քեզ չի կանչել այդ էրիայի մեջ, իզուր դրա վրա շատ ժամ մի դիր, որովհետեւ դու մեջը չլինես, դա քո դիպարտմենտը չի, քո տեղը չի։ Իզուր մի խորացի, մի թող վատ լուրերը քո վրա ազդի, որտեվ դա էլ է ինձ թվում պիտի յուրաքանչյուրս ուշադրություն դարձնենք, թե ինչքան է դա մեր կյանքի մեջ գալի եւ եթե դրան այսպես ասած կոնտրոլ չանենք, նա իրոք կարա մեր մեջ մտահոգություն շատացնի եւ մեր ուրախությունը տանի, որովհետեւ մենք մեր կանչվածությունից դուրս ուրիշ տեղ ենք ժամ դնում, որը իրոք դա մեզ օգուտ չի տալու։ Այո։ Ամեն։ Մյուս բանը, որ նշել եմ, իսկ ինչպես անենք, որ այս անհանգստությունը մեր մեջից գնա կամ քչանա, եւ ինչքան փնտրեցի պատասխանը, առաջի բանը, որ վերջնական գրեցիս թե ես կարծում եմ աղոթքն է եւ Աստծո հետ հարաբերությունը։ Միանշանակ։ Ուրիշ լուծում չկա։ Ամենալավ բանը, որ ուզում ես քո մեջ խաղաղություն գա եւ քո մեջ անհանգստությունը գնա, աղոթիր եւ ավելի շատ հասկացրու Աստծո հետ։ Աստված ամեն հարցերի պատասխանը կտա։ Ամեն։ Ֆիլիպեցիների 4:6-7 ասում է ոչ մի բանի համար մի մտահոգվեք եւ ավելի շատ պիտի աղոթենք։ Այսինքն եթե ավելի շատ ժամ դնենք, ես առավոտները այս տարվա սկզբից իհարկե ամեն տարի եմ դա անում, բայց այս տարի ավելի լրջորեն ամեն առավոտ ես երբ որ շուտ արթնանում եմ, Աստվածաշունչը միշտ կարդում եմ։ Երևի տարվա սկզբից մինչև հիմա մի 5-6 անգամ ա եղել, որ չեմ կարդացել տնից դուրս գալուց եւ ինձի դա շատ է օգնում, որտեվ օրվա սկզբից եթե քո հիմքը ճիշտ դնես, քո օրը շատ լավ կընթանա։ Շատերին միգուցե հայտնի լինեի, ավելի շատ Ամերիկայի հայերին, միգուցե Հայաստանի կամ ուրիշ երկրներից, ովքեր մեզ նայում են, մի հոգևոր հովիվ կա, John C. Maxwell, ինքը շատ հայտնի մեկն է եւ
ինքը բացի լավ հովիվ լինելուց ինքը leadership ոնց են ասում հայերեն հաղորդակցության առաջնորդ առաջնորդության գիծն է վերցրել, որ ինչքան կարևոր է լավ առաջնորդ լինես, որպես մարդ, թե ընտանիքում, թե եկեղեցում, թե որևէ տեղ որ կաս։ Եվ ինքը մի հատ ինտերվյուի մեջ հետաքրքիր բան է ասում է, գիտես, ես կարամ մարդու հետ 5 րոպե խոսամ եւ իրան 5 հատ հարց տամ եւ կարամ իմանամ ինքը ինչպիսի կյանք է ապրում եւ հետաքրքիր հարցը ասում էր որ ժամին ես արթնանում եւ ինչպես։ Եվ առաջի բանը ինչ ես անում։ Դա ինձի շատ է մտածելու տեղ տվել եւ ոնց որ Աստծո խոսքն էլ չի ասում, ով որ շուտ արթնանում Աստված իրան ավելի ա։ Ես իրոք հավատում եմ դրան։ Դրանություն կա։ Եվ երբ որ առավոտ շուտ ելնում ես եւ աղոթես ու Աստծո խոսքը կարդաս, ես արդեն համարում եմ դու օրդ հաջողված ես սկսում։ Ամեն։ Ամեն։ Ժամանակը մոտենում է ավարտին։ Ուրիշ ինչ չի նշե որ կուզեի կիսվեի, երևի վերջնաբանի մասը կարդամ, քանի որ ժամանակը մոտեկանում է ավարտին։ Ստե ինչ եմ որպես վերջնական այսպես բովանդակեմ ընդհանուր միտքս գրել եմ որ ամեն առավոտ սկսիր աղոթքով լուրերից առաջ կարդա Աստվածաշունչը։ Դա մի բան է որ դժվարությամբ եմ իմ մեջ փոխել, մեկ-մեկ վրիպում եմ, բայց փորձում եմ էդի անել։ Դժվար բան է, անկեղծ խոստանում եմ, մեկ-մեկ նույնիսկ առավոտյան երբ որ Bible-ը կարդում եմ, պայտակ բռնացնում եմ Facebook-ի մեջ կամ Instagram-ի մեջ մի հատ story եմ տեսել ու մեկ է տեսա 5 րոպեա թերթում եմ։ Եվ մի անգամից հեռախոսս անջատում դնում ասեմ չէ, պիտի գիրքը կարդամ, միտքս առավոտ ծանոթ բանա, մայր ջան։ Ծանոթ բանա։ Խոստովանում եմ, ես եմ ասում, ոչ մեկ ես եմ հայտնվում երբեմն դրա մեջ, իհարկե։ Երրորդ կարևոր բանը ամեն օր շնորհակալ եղիր։ Գիտես շնորհակալ սիրտը հավասար է ուրախ սրտի։ Չորրորդը ժամանակ անցկացրու հավատը հաջալերող մարդկանց հետ։ Ես շատ եմ հավատում օրվա ընթացքում 3-ից 4 հոգու հետ, ում հետ որ դու շուշուտ շփվում ես, դրանք պիտի իրոք ուժեղ մարդիկ լինեն։ Եթե դու շփվում ես քեզանից թույլ մարդկանց հետ, դու չես աճում։ Եթե դու սենյակի մեջ ես, միտեղ ես եւ ամենախելացին դու ես, դու չես աճում։ Դու միշտ պիտի շփվես քեզանից ուժեղ մարդկանց հետ, որ սովորելու տեղ ունենաս եւ քեզանից խելացի մարդկանց հետ, որելու սովորելու տեղ ունենաս։ Մյուսը սահմանափակիր բացասական ազդեցությունները, որը նաև գալիս է ընկերության մեջ, այսինքն նորից հետ գամ, ում հետ ես շփվում եւ ինչպիսի թեմաներ են իրանք շոշափում քո հետ։ Դա շատ ազդեցիկ է մեր կյանքերի մեջ։ 6-րդը վստահիր Աստծուն մեկ օր միաժամանակ, որ էլի խոսքի համեմատ այսօրով ապրի։ Եվ վերջում հիշիր Աստծո անցյալի հավատարմությունը։ Եթե մենք իրոք նայենք մեր անցյալը, ես կարծում եմ յուրաքանչյուրս շատ բաներ կարանք վկայենք, թե ինչքան փորձություններից է Աստված մեզ ազատել, ինչքան դժվարություններից է մեզ հաղթական հանել, ինչքան օրհնություններ է մեզ տվել, դրա համար ինչ որ եղել է մեր անցյալում, սովորենք եւ առաջ նայենք, թե Աստված ինչ լավ բաներ ունի մեր մասին։ Ես այսքանն էի պատրաստել, հուսամ որոշներին քաջալերական կլինի եւ կբարձրացնի իրենց կյանքում։ Ամեն։ Ամեն։ Գիտես ինչ, մի հետաքրքիր միտք անցավ մտքովս, մենք դեռ 5 րոպե ունենք։ Մենք խոսացինք երկնքի մասին, Աստծո արքայության մասին, բայց պետք է մի հատ նորից վերանայենք ինչ է դա եւ
Ինչի մասին է խոսքը, որովհետև գիտես, երբեմն մեր մեջ մենք քանի որ ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ, մեր մեջ միշտ վաղվա այդ վախերի մասին որ խոսում ես, միշտ վաղը, այսինքն վաղը, չէ՞, ասես արտա վաղը, միշտ մտածում ենք վաղը։ Եվ հոգեվոր իրականության մեջ էլ է մեր մեջ դա երբեմն մտածմունք դա վաղը տերը գգա, վաղը երկնքում կլինեմ, չգիտեմ վաղը որտեղ կլինեմ, եւ միշտ վաղվա վրա ենք մեր դրույթը անում, գիտես ստավկա, ասես բառ կա ռուսերեն, հայերենով դրույթ, շեշտը, իրականության մեջ ես անդրադարձել եմ, որ Աստծո խոսքը վաղվա մասին շատ չի խոսում, ավելի շատ խոսում է հիմայի մասին, դու նկատել ես հիմա, վաղը չէ, հիմա, այս հիման շատ կարևոր է, տես, երբ որ մենք ասում ենք երկնքում լինենք կամ դրախտում, մենք հետոյի մասին ենք, օրինակ հավիտենությունը մենք հետոյի մասին ենք միշտ մտածում, բայց հավիտենությունը հետո չի, մենք չենք տեսնում այդպիսի արտահայտություն, հիմա է, երկինքը հետո չի, հիմա է, և դա չի, դա ոչ թե կա, բայց մենք հետո ենք լինելու, այլ կա մեր մեջ, խնդիրը սա է, այսինքն դրախտը Աստված չի կառուցել մի այլ վայրում, նա մեր մեջ է կառուցում, այո կա հետո դրախտ, մենք իրականում լինելու ենք, բայց այդ դրախտը մեր մեջ է կառուցում, այսինքն ինչի հետ է կապված մեր ուրախությունը, այ ուզում եմ գամ այս կետին, ուրախությունը Աստծո արքայության մեջ ուրեմն ապրելն է, Աստծո արքայության մեջ ունենալն է, այս տես, ես հիշեցրի այս խոսքը, Պողոս Առաքյալը որ ասում է, Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, նա ինչ հետաքրքիր է, մեր համար մարդը, որ մսեղեն է, եւ հողեղեն է, իր համար դրախտը ուտելիք եւ խմելիքն է, այսինքն հարցը մենակ ուտելու մասին չի, նյութի մասին է, մենք համարում ենք դրախտ, եթե ունենք շատ փող, շատ ուտելիք, մեր հաճելի ժամանակ, չգիտեմ, բայց հոգևոր իմաստով դա չի, հոգևոր իմաստով արդարություն, խաղաղություն եւ ուրախություն է երկնքի արքայություն, նկատում ես ինչքան տարբեր է, եւ դա հետո չի գալու, դա մեր մեջ է ձևավորվում, ախր սա մենք պետք է շատ լավ հասկանանք, ես միշտ ասել եմ ու ասում եմ, երկինքը այստեղ է, երկինքը պետք է լինի ստեղ, երկինքը պետք է լինի ստեղ, եւ սա է մեզ տարանջատում աշխարհիկ համակարգից, հասկանում ես, սա շատ կարևոր է, սրանով է պայմանավորված մեր հոգևոր կյանքը, այ դու այսօր խոսացիր, ուրեմն վերնագիրը, ուրախություն առանց մտավախության, կյանքի մասին, կյանքի տես, դու կարող ես էլի լինել բիզնեսմեն, դու կարող ես հարուստ լինել, դու կարող ես շատ գումարել ունենալ, բայց դու կապված չես դրանով, դա չի քո կյանքի իմաստը, հասկանես, սա շատ կարևոր է, եւ դա ցուցիչ է, դու պետք է նկատես այդ համակարգը քո մեջ, որ երկինքը ձևավորվում է, դու որ մենք որ գնանք երկինք, ինքը մեր համար խորթ չի լինելու, նոր բան չի լինելու, որովհետեւ նրան ունենք արդեն մեր մեջ, միանշանակ, ընտելացած, որովհետեւ դա քո մեջ է կառուցվում, Աստված իր որդիներին միջև երկինք տանելը, երկինքը կառուցում է իր որդիների մեջ, այ դու դրա մասին ես խոսում։ Վաու։ Բարդ իրոք է։ Մի բան էլ ավելացնեմ Աբրահամ եղբայր, այդ վաղվա հետ կապված, երբ որ մենք պետք է սովորենք այդ վաղը ասելը կչացնենք մեր մեջ։ Միանշանակ։ Երբ որ միշտ ամեն վաղվա վրա ենք, վաղն ենք մտածում, առաջինը մտահոգությունն է շատանում, անպայման։ Եվ երկրորդը մենք երկարացնում ենք մեր օրհնությունները։ Եթե այսօր Աստված քեզ մի գործ է տվել կամ մի բան պետք է անես, անդադ վաղն ես գցում, այդ հետևիդ մեշոկը մեծանում է գործերով։ Ու քեզ
ծանրություն է դառնում ու քեզ դու քաշ տալը դժվարանում է։ Շեղում է Պիտի երկնքից։ Շեղում է։ Այո։ Այո։ Ես շատ լցված եմ եւ օրհնված այսօրվա զրույցից, հուսամ բոլորն էլ եթե դեռ չեք տարածել վիդեոն, եւս մեկ անգամ խնդրում եմ տարածեք ընկերներ, եթե նայում եք։ Այո։ Բայց եղբայր, շատ շնորհակալ ենք, շատ գիտես հաճելի թեմա է, ես ասեմ, շատ հաճելի եւ շատ կարեւոր գիտես երբ որ մի ինչ-որ խնդիր առաջան, դու ասեցիր իմ մոտ միտք առաջացավ, կուզեի սա բարձրաձայնեմ։ Ասեցիր, որ եթե խնդիր է լինում, մի փորձիր այդ խնդրի մեջ մեղավորներ գտնես։ Փորձիր ինքդ քեզ վերլուծես հարցերը։ Սա էլ է հոգևոր մարդու կերպարի մասին խոսում։ Գիտես, մենք չենք սիրում վերլուծել իրադարձությունները։ Մենք պետքա սիրենք վերլուծել եւ այդ վերլուծելու արդյունքում պետքա փնտրենք Տիրոջ խրատը մեզ համար։ Հասկանում ես, երբեմն Աստված թաքուն խրատում է մեզ, թաքուն։ Նրանք, ովքեր սիրում են Տիրոջը, նրանք նկատում են խրատը։ Աստված չի կարող քեզ եւ փոխում։ Աստված չի կարող քեզ ունես ներողություն, անենց ապտակի վիզը կոտրվի։ Դες բան չի լինելու։ Աստված չի գոռալու քո վրա երկնքից։ Բայց Աստված թաքուն խրատները քեզ տալու, որ դու բացահայտես, թե դու որքան ես սիրում նրան։ Չգիտեմ, կարողացա արտահայտել միտքս թե չէ։ Այդ թաքուն բանը, որ այս սրա մեջ Տերը ինչ է ասում ինձ, ու սկսում ես մեջդ երման պրոցես, դու սկսում ես խրատը գտնել Աստծո։ Տերը սիրում այդ երևույթը, անկեղծ եմ ասում։ Ես փորձառաբան եմ ասում դա։ Իրոք շատ երբ որ սկսում ես քո մեջ փնտրել, գտնել Աստծո խրատը եւ ապաշխարել։ Հասկանում ես, շատ հեշտ է սրան նրան մեղադրել։ Շատ հեշտ է քցել սատանայի վրա։ Ես ասել եմ, ուզում շարունակեմ։ Մենք շատ ենք սիրում ասել, սատանան տեսար ինչ արեց։ Այդ սատանան ոնց ինձ խաբեց, ոնց ինձ գցեց դրա մեջ։ Ներողություն, սատանան չարեց։ Ուղիղ ձևով եմ ուզում ասեմ։ Սատանան չարեց, դու արեցիր, ապաշխարի։ Մի գցի սատանայի վրա։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց իրականության մեջ մենք սիրում ենք մեր մեղքը գցել սրա նրա վրա, մարդ չեն գտնում, սկսում ենք սատանայի վրա գցել այդ մեղքերը։ Դա այդքան էլ այդպես չի։ Ճիշտ է։ Կներես, Եվ Աբրահամ, ինձ մի անգամ, չէ, շատ հաճելի է, մի անգամ մի հոգի օրինակ տվեց, ինքը մաթեմատիկոս էր, այսպիսի ֆորմուլա գծեց, չգիտեմ, կտենակ։ Այստեղ երկու հատ բացում արել, ասեց այս ներքևի մասը եթե նայում ենք, տարբերությունը մի փոքր է, բայց ինչքան գծում ենք, հեռվանում ենք, տարբերությունը մեծանում է։ Գիտես, եթե ամեն օր այդ քո ասած խրատից մենք վերլուծենք ու ասենք, օքեյ, այս situation-ի մեջ Աստված ինձ այս հարցում խրատ տվեց ու Աստված Սուրբ Հոգու միջոցով քեզ ասում է, գիտես, այս բանը պետք է փոխես։ Այդ մի փոքր բանը, որ փոխում ես քո մեջ, տենում ես մի շաբաթ հետո, մի ամիս հետո, մի տարի հետո, դու լրիվ ուրիշ մարդ ես դառել։ Վաու։ Բայց մեր մեջ, դրսի մեջ չի փոխվելու։ Դուրսը ես հասկացել եմ, ոչ մեկի չես կարա փոխես։ Դաժե Աստված, երևի Աստված ամենալավ օրհնությունը կամ բարիքը, միևնույն ժամանակ վտանգավոր բանը, որ մարդուն տվել է, դա մեր կամքն է։ Որտեվ մեզի ընտրություն է տվել, կամք է տվել։ Երբեք չի ստիպում Աստված։ Եթե Աստված մարդուն չի ստիպում, չի փոխում, մենք ով ենք մյուսին դիմացինին փոխենք։ Ի վերջո մենք պիտի դա հասկանանք մեր կյանքում, մենք մեր վրա աշխատենք ու շատ բաներ մեր կյանքում կփոխվի։ Ես գնալով դրա մեջ միշտ համոզվում եմ։ Ամեն, ամեն։ Բայց եղբայր, շատ շնորհակալ ենք այսօրվա համար, հրաշալի օր ունեցանք եւ թեման շատ կարևոր էր, ինչ որ մեկը խնդիրների մեջ էր հայտնվել, կորցրել էր իր ուրախությունը
եւ մտավախությունները հարցակվել էին նրա վրա գազանի պես եւ այսօր առավոտյան այլայլված արտնացավ քնից եւ արդեն չգիտեր ինչ անել, բայց միացավ մեզ եւ հանկարծ լսեց այսօրվա թեման եւ իր մեջ ինչ-որ բան փոխվեց, արժեր ուրեմն դա անել, ամեն Տեր օրհնի քեզ եղբայրս, շատ շնորհակալ ենք եւ քո աղոթքով կխնդրենք ավարտել եթերը։ Մեծ սիրով։ Փառք ես Տեր Աստված, շնորհակալ ենք այսօր, որ մեզ կյանք ես տվել։ Միայն այդ միտքը մեզ պետք է ուրախ մարդ սարքի։ Ինչքան մարդիկ կան, որ այսօր չեն արթնացել։ Դա համար մեզ դուր այդ ուրախության սիրտը եւ մեր խոսքը մեր մեջ ուժեղացրու, որ ավելի խորը հասկանանք քո խորհուրդները, լինենք այնպիսի մարդիկ, որ ինքներս մեզ քննենք եւ հասկանանք մեր ուրախությունն ու անհոգությունը կփոխվի, երբ որ մենք մեզ փոխենք։ Դրա համար օգնիր, որ քո յուրաքանչյուր խոսք մեզ շինի, մեզ փոխի, մեր աշխարհը փոխի եւ մենք էլ փոխվելով լինենք լավ օրինակներ մյուսների համար եւ քո անունը փառավորենք, մեծարենք, ամեն։ Ամեն, փառք ես Տեր։ Փառք Տիրոջը, մեզ եղբայր շնորհակալ եմ։ Կրկին անգամ եւ Տեր օրհնի քեզ, եղիր հաջողված եւ պատղաբեր Տիրոջ մեջ, Տիրոջով։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի։ Ամեն։ Ձեզ էլ շնորհակալություն, տեսություն բոլորիդ։ Մերսի մայիս եղբայր։ Սելիքոր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը այսօր եւ առաջ Աստված կհանդիպենք 3 շաբթի, գալ շաբաթ, որտեվ ես վաղը մեկնելու եմ Հայաստանից եւ 2 շաբթի վերադառնալու եմ ծառայության պետքա գնամ Ռուսաստան եւ 2 շաբթի վերադառնալու եմ եւ 3 շաբթի շարունակենք մեր եթերը։ Տեր օրհնի ձեզ շատ, սիրում եմ ձեզ, կարոտելու եմ Բայց առաջ Աստված կտեսնվենք 3 շաբթի առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է